Թո Տիրոջ անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիդ, առատապես օրհնի, սիրելի ժողովուրդ ջան, ինչու համար այսօր Տերը մենք տեսնում ենք, այո, այսօր իր մշակների միջոցով, եղբայրների միջոցով Տերը իր խոսքը տարածում է, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Աստված իր խոսքը իր զավակների միջոցով տարածում է։ Եվ մենք այսօր մի բան ենք տեսնում, սիրելի ժողովուրդ ջան, չէ, մենք այսօր տեսնում ենք այն, որ այսօր Տերը օրհնի եղբայրներից, չէ՞, այն որ Աստծուց առած տալում են ձեզ ժողովուրդ ջան, չէ, որտեվ Աստված ինքը գիտա, Սուրբ Ոգին ինքը գիտա ձեր բոլորի կարիքները, իմ կարիքը, չէ, բոլորիս ժողովուրդ ջան։ Նաև մենք որ խոսում ենք, նաև մենք մեզ ենք խոսում, ինչպես եղբայր ասեց, չէ՞, սիրասորը, որտեվ բոլորս է մարդ ենք, բոլորս է կարիք ունենք Աստծո ներկայության մեջ մտնելու, չէ, մենք լսեցինք Այսօրվա ընթացքը խոսքը ինչ եղավ, վստահություն Աստծուն եւ աղոթքի վերաբերյալ, դրանք ամենակարևոր հարցերն են, որ այսօր Աստված դրա կարիքը տեսնում է, դրա համար է խոսում ժողովուրդ ջան։ Լավ իմացեք, եթե Աստված մի բան տեսնում է, դրա մասին է խոսում, որը կարիք կա խոսելու, որտեվ Աստված տենում է, որ իր ժողովուրդը նայե վստահությունը շատ թույլ է Աստծո վրա ժողովուրդ ջան, չէ՞։ Վստահություն սա չի, որ մենք ասում ենք Հիսուս ջան, հանձնում ենք քեզ, փառք քեզ, չէ, վստահություն, որ դու ամբողջ ապավինում ես քո հորը, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք, այո, բոլորս է դրա կարիք ունենք, ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք, եթե մի հոգս կա, մի կարիք կա, մի խնդրեմ կա, չէ՞, եթե ընտանիքի մեջ կան անապաշխար հոգիներ, դժվարություններ կա, չէ։ Մենք տեսնում ենք շատ անգամ, որ մենք բոլորս շատ անգամ, ժողովուրդ ջան, շատերս ոնց որ չկրանա մարդը վստահություն բերա Տիրոջ առջև, իր աղոթները հանձնա Աստծուն։ Մենք տեսնում ենք ինչու համար այսօր Տերը խոսում է վստահության վրա, որ մենք վստահենք մեր Աստծուն, մեր աղոթներին ժողովուրդ ջան։ Հնարավոր է դու աղոթես, հենց աղոթքդ պրծնում է, երբ որ ասում եմ ինտաս, դու արդեն մոռանում ես, որ դու աղոթել ես Աստծուն եւ դու խնդրես եւ դու սպասում ես Աստծուն պատասխան։ Եվ մեկը տեսնում ես հնարավոր է քո մտքից կա անհավատության եւ չես վստահում Աստծուն ժողովուրդ ջան։ Դա համար Տերս օրհնի, սեր ժողովուրդ ջան, Տերս օրհնի, որ այո, եւ այդ ամեն բաների մեջ ինչ է պետք, աղոթք է պետք առ Աստված ժողովուրդ ջան։ Մենք շատ անգամ ենք խոսում աղոթքների վերաբերյալ, որ այսօր աղոթքը որքան կարևոր է, սիրելի ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք այն անգամ խոսացինք, որ աղոթքը դա տեսանելի դաշ չի, որ դու աղոթես ու տեսնես այդ աղոթքը դուր ելավ գնաց։ Աղոթքը դա որ քո մեջի հավատն է, որ դու վստահում ես քո Աստծուն, եթե դու վստահում ես, դու նաև աղոթում ես։ Այդ եթե դու վստահում ես Աստծուն եւ աղոթում ես, դու քո աղոթները չես դատարում։ Այն որ դու տեսնում ես կարիք, հոգս, չէ՞, այն որ դեսօր դու աղոթում ես եւ վստահում ես Աստծուն ժողովուրդ եւ քո վստահությունը դու չես թուլացնում եւ չես պակասացնում։ Այսինքն դու ինչու համար դու անդադ դու սկսում ես քո աղոթները բերես Աստծուն ժողովուրդ ջան։ Մենք շատ անգամ որ խոսում ենք, չես ենք ժողովուրդ ջան, Աստված մեզի ռոբոտներ չի ստեղծել, չէ՞։ Որ մի հատ կնոպկեն սխմես մենք խոնարհվանք, չէ, մի հատ կնոպկեն սխմես մենք հեզ դառնանք, չէ՞։ Այսինքն Աստված մեզի ճանապարհ է դրել, որ մենք այս ճամփի վրա պետք է անցնենք։ Ժողովուրդ ջան։ Եվ շատ անգամ մենք տեսնում ենք ինչու համար Աստված մեզի տվել է ազատ կամ եւ ընտրություն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ինչու համար Աստված դրել է մարդու դեմ ընտրություն, որ մարդ ինքը բռին դրա ճանապարհը Քրիստոսի։ Աստված մա կու դեմ երկու ճամփա եմ դրել, կյանքն ու մահը, ժողովուրդ ջան, չէ՞։ Այսինքն մենք ասում ենք, այո, մեր կյանք Աստծո ձեռքերի մեջ է։ Բայց շատ անգամ Տեր ասում է նաև քո կյանքը քո ձեռքի մեջ է։ Այսինքն ո՞նց է քո ձեռք, այսինքն Աստված դրել է քո մոտ երկու, չէ՞, կյանքը եւ մահը դրել է։ Քո ձեռքի մեջ է, ասում է կյանքն ու մահը։ Այսինքն դու ես ընտրում, ո՞րն ես ուզում, ժողովուրդ ջան։ Այո, երբ որ դու ընտրում ես կյանքը, դու չի նշանակում, այդ պայն պետք է մահանաս։ Այդ կյանքը, որ դու ընտրում ես, այդ կյանքի մեջ դու պետք է ապրես։ Երբ որ մարդը նույնիսկ մանն է ընտրում, ժողովուրդ ջան, այս աշխարհը, այս մեղք, այդ մարմինը կարողանալու է պայն չինքը չմահանա մարմնավոր։ Այս մարդը կապրի աշխարհի մեջ։ Աշխարհը գվայելի, մեղքը կապրի, մեղքի մեջ կապրի, չէ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս մարդը նույնպես չի մահանում մարմնավորապես, ժողովուրդ ջան։ Այն որ Տիրոջ խոսքը, որ կյանք ու մահ դնում եմ քո առջև, այսինքն նա խոսում է հոգևոր վիճակի մասին, հոգևոր ընթացքի մասին, ժողովուրդ ջան, որ ամենակարևոր Աստված տենում է, որ մարդը հոգևորապես է մեռնում։ Ոչ թե մարմնավորապես, ապա հոգևորապես մարդը մեռնում է, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք Աստված Ադամին ասեց, Ադամ, եթե ուտես այդ բդուղ կմեռնես, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք Ադամը կիրավ, բայց Ադամը դե ինքան երեխեք ունեցավ, ապրավ 900 քանի տարի Ադամը։
Բայց մենք հավատում ենք, որ եթե Աստված ասեց Ադամ ուտես կմեռնես, մենք հավատացինք Ադամը կերավ ու մահացավ ժողովուրդ ջան։ Որտեւ Աստված արդեն ասել է ժողովուրդ ջան, եթե Աստված մի բան ասում է, Աստված սուտ բան չի խոսում։ Աստծո ասած խոսերը այո եւ ամեն է, նա ճշմարտություն է։ Նա նաեւ մեզ ասում, կյանքն ու մահու ձեռքերի մեջ եմ, դե նայատես ո՞րն ես ընտրում, ժողովուրդ ջան։ Հնարավոր շատ անգամ մենք տեսնում ենք շատ անգամ մարդիկ հալածանքների ժամանակ թողում են ասում։ Մի փոքր հալածանք ա գալ, մի փոքր նեղություն ա գալ, մի փոքր մարդկանց սկսում են հալածել ժողովուրդ ջան։ Մարդիկ շատ անգամ հավատքը թողում են, սիրելի ժողովուրդ ջան։ Այսինքն մարդը չի կրում նույնիսկ վստահություն ապրի, ինչպես եղբայր, վստահես Աստծուն։ Այն որ քեզի հալածում են, դու մի վախեցի, Աստված քո պաշտպանն է, ժողովուրդ ջան, մենք էլ ենք ասում, մարդը ով Աստծո արժե, մենք փող ու փոշի ենք, ժողովուրդ ջան։ Աստված հանգարց մեկի վրա ձեռք վերցրեց, չէ՞, մարդուն փոշի կսարքի։ Այսօր դու պետք է հավատաս, որ այսօր դու Հիսուսի աղջիկն ու տղեն ես։ Դու վստահում ես քո հորը։ Այո, մենք տեսնում ենք, այո, այսօր ժամանակ է գալու, որ Աստված մեզ սովորացնում է վստահել մեր Աստծուն։ Հնարավոր քո մոտ հիմա միանգամից չի կատարվում։ Եվ քեզի Տերը բերում է ժամանակներ, սովորացնում է, անցկացնում է ինչ-որ մի ճանապարհի մեջ, որ դու սովորում ես, եւ մեկ է տեսնում ես, որ քո հավատքդ արդեն ամրանում է։ Քո հավատքդ արդեն զորանում է, քո հավատքդ արդեն ունենում է ուժ Աստծո խոսքի վրա։ Եվ դու շատ անգամ սկսում ես Տիրոջը ապավինելով, Տիրոջ երեսը փնտրելով, Տիրոջ ողորմությունը գտնելով, ժողովուրդ ջան։ Դամար Տերը սորտնի ժողովուրդ ջան, Տեր ասում է, եթե դու մինչև վերջ հավատարիմ մնաս, ժողովուրդ ջան, Աստված լավ իմացի, քո ձեռքերը պետք է վերև բարձրացնա։ Այն թշնամին ասում է, դու բերեմ քո ոտքերի տակ խոնարհեցնեմ, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ մի քանի տարի երբ որ մի քուրիկ այդպես խոսում ենք, կիսում ենք, ասի, այ քուր ջան, դու նայատես Աստված, եթե պետք եղնի, այդ թշնամուն քո ոտքերի տակ խոնարհեցնա։ Ասում եկավ այդ պարագան, երբ որ Արմեն աղբեր նու խնամի էր այդպես, դե քևն է լավ էր ասում, որ ասին ելի քուրիկն եկե, խնամին եկե, բսման մի հատ հայոյեց այդ խնամին, դե անհավատ մարդ է ժողովուրդ ջան, ինքը քեֆը լավ, ռուսեին։ Ասում որ ավտոյից ելավ, ասում դու չես պատկերացնում Արմեն աղբեր, որ դու ասեցի իշեցից մամի ձերքս բռնել է, պաչում է, neրանձի, ներա մեղավոր է, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք, այո, եթե դու մինչև վերջ հավատարիմ մնում ես Աստծո խոսքին, ամրություն ես մնում, Աստված քեզ պահելու է։ Այդ քո տան անդամներին է պետք բերա խոնարհեցնա քո ոտքերի տակ, ժողովուրդ ջան։ Նրանց պետք բերա եւ բերա ապաշխարության, որտեղ դու իր աղջիկն ես, դու իր տղեն ես։ Շատ անգամ մարդիկ ասում են, դե բոլոր մարդիկ էլ Աստծո երեխեքն են, ասում են ոչ, բոլոր մարդիկ Աստծո երեխեք չեն, ժողովուրդ ջան, բոլոր մարդիկ Աստծո ստեղծված մարդիկ են։ Սիրա ժողովուրդ ջան, դամար Տերը բոլորս էլ օրհնի, որ այսօր օրհնյալ է մեր Աստվածը, սիրա Աստծո ժողովուրդ ջան։ Եվ Աստված այսօր ուզում է օգնի ինձ ու քեզ, որ մենք մնանք իր խոսքին հավատարիմ, մեր օրհնյալ Աստծո ժողովուրդ ջան։ Տերը օգնի, սիրա Աստծո ժողովուրդ ջան, բոլորիս էլ։ Որպեսզի մեզի համար հասկանալի լինի, ժողովուրդ ջան, որ բոլոր մարդիկ Աստծո ստեղծված են, բայց Աստծո զավակներ չեն, ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ, երբ որ դե ռուսները որ գալու են աշխատելու, դե ուզբեկ տարբեր ժողովուրդ ջան, ազգեր եւ բերում են մոտս վերջը, հաց ուտելու, որպես դուրսը չտային ուտեն, մոց էին նստում։ Եվ երբ որ կանում է աղոթք իրանքին հետ աղոթք էին անում, պես իրանց մեջ, ժողովուրդ ջան։ Հիշում մի հատ ռուս պես, երբ որպես գործ էին կանում իր հետ, ասեց, եթե Աստված կա, որտեղ շատ է իր այդ Աստծոց խոսել ժողովուրդ հետ, թե ուզբեկ է, թե տաջիկ ժողովուրդ ջան։ Ասեց, եթե Աստված կա, ինչու համար ինձ 8 տարի դադել են, հետո ասել դու մեղավոր չես, ժողովուրդ ջան։ Հարց տվեց ինձ։ Ասի խարաշո կպատասխանեմ քո հարցին, Տիրոջ օգնությամբ, ժողովուրդ ջան, Տերն է օգնում։ Մենք չենք կարա, եթե Տերը մեզի չօգնի, մենք մարդկանց չենք այն մի պատասխան տանք, որ այս մարդուն Տերը հասկացնի։ Ասում եմ, լսա ինչ եմ ասում քեզ։ Հարևանի երեխեն երբեք չի կրագա քեզ ասի, գիտես ինչ կա, Զազա ջան, դու ինձ հաշ չես տալու, ինչի չես աշխատում կամ ինչի բան չես, ժողովուրդ ջան, հարևանի երեխան իրավունք չունի քեզ ասելու։ Բայց քո երեխեն կարող է քեզ ասի, մամա ջան, պապա ջան, սոված եմ, հաստուր, ժողովուրդ ջան։ Փառք Աստծո, ասես լեղավ, էդի հասկացա։ Տեղ հացավ դրան, ժողովուրդ ջան։ Ասես դե լավ, մի հատ էլ եմ հարց տալում քեզի, ասում եմ ասա։ Ասեց, եթե Աստված կա, ասեց, ինձ դու չես մնացել Հայաստան, եկել ես Մագադան աշխատելու, ասի խարաշո, դա պատասխանն է կդամ քեզի։
ասի բայց եթե ես Հայաստան եղնեի, հիմա ով դի քո հետ Աստծո խոսար, ասես ճիշտ ես ասում, ասի դե քելե տանք չայ խմենք, մի հատ նոր կդակար տանք Ժողովուրդ, եկավ նոր կդակարը տվեց, դաժե չայ չխմի նոր կդակար կարդում։ Այսինքն մենք տեսնում ենք սիրո Աստծո Ժողովուրդ ջան, այո մենք արդեն Աստծո զավակներ ենք։ Ես մեմ կարդամ Հովանու ավետարան Ժողովուրդ ջան, ինչու՞ համար Տերը տարավ այս խոսքի վրա, բայց ես ուրիշ միտք ունեի, բայց մենք տեսնում ենք Սուրբ Հոգին ուղղում է այն բաներվա, որ այսօր դու կարիք ունես եւ ես Ժողովուրդ ջան։ Շատ անգամ որ միտեղ քարոզում է Ժողովուրդ ջան, շատ անգամ դու մի չունես ինչ-որ մի բանի մասին խոսում, մեկը տենում ես Տերը տարավ մի հատ անես բանի վրա, դու դրա համար չէի պատրաստ ես Ժողովուրդ ջան, միտք չուներ, բայց Սուրբ Հոգին տեսնում է մարդու ներսի կարիքը։ Ես հիշում եմ միտեղ որ Աստծո խոսք էի քարոզում Ժողովուրդ ջան, եւ հանկարծ Տերը տարավ խոսքը երեխու մասին, երեխեքի մասին տարավ։ Եվ ժողովրդին ասի Ժողովուրդ ջան, ես մի չունեի երեխեքի մասին խոսալ, բայց ես չգիտեմ ինչու համար է Տեր, միգուցե այստեղ մեկը կա կարիք ունի երեխեքի մասին խոսալու։ Ժողովուրդ ջան, երբ որ աղոտ կա ժողովի, նաեւ Սամալոտի մասին խոսվավ, էլի կարիք չկար, էլի մի չունեի խոսալ Ժողովուրդ ջան։ Հետարքի երբ որ պաշտամունքը բրծավ, հետո հերթական այս քույրիկներ մոտիկից ասում են, այ Արմեն ախպեր, պատկերացնում ես ինչ էր կատարվա։ Ասեց ես եկել եմ պաշտամունքի ու ասուն ասել է Տեր Աստված, եթե ինձ երեխու համար չպատասխանես, ես պաշտամունքը էլ չեմ գա պաշտամունքի։ Ասում երբ որ դու մանավանդ ասեցիր, որ ես իրա մի չունեի երեխեքի մասին խոսայի, բայց ինչ որ մեկը կարիք ունի Ժողովուրդ ջան, նա տեսնում է քո կարիքը։ Ենքան օրհնյալ է մեր Աստվածը եւ այդ քույրիկը Տերը ողորմեց եւ բժշկեց, քույրիկը չգնաց Աստծուց հեռու։ Այսօր մենք տեսնում ենք այո վիճակներ կա, մարդիկ գնում են տարբեր վիճակների, տարբեր խնդիրների մեջ Ժողովուրդ ջան, եւ մարդիկ Աստծուց պատասխան են ուզում, Աստծուց խոսք են ուզում իրանց հոգսերի կարիքների։ Ժողովուրդ ջան, եւ մենք տեսնում ենք այո մեր օրհնյալ Աստված նա տեսնում է հիմա քո սրտի կանչը։ Հիմա նա քո միտքը լրիվ կարդում է։ Նա տեսնում է հիմա ինչ ես ուզում դու քո Աստծուց, ինչ ես ուզում քո օրից, ինչ վիճակ ունես, ինչ կարիք ունես այսօր դու։ Եվ իդարկիրը երբ որ մի հաջորդ քույրիկը մոտիկ ասեց այ Արմեն ախպեր կայլա քո հետ խոսալ, ասի խոսան քույրիկ ջան։ Ասում է պատկերացնում երբ որ դու խոսացիր Սամալոտի մասին, Աստված ասեց էդի դու ես եղ աղջիկ ջան։ Ասում է ես ու երեխես Սամալոտի մեջ, օդի մեջ, Սամալոտի մատորը հանգում է Ժողովուրդ ջան։ Այս մարդիկ աղոթներ են վերջը ցածն իրանց հարազատներ ինչ որ աղոթք են անում իրանց համար, չէ՞։ Էլ եմ ասում Ժողովուրդ ջան, Աստված քո խատեր քո ընտանիքն է կփրկի, քո խատեր այդ ամբողջ Սամալոտը պոեզն է կփրկի։ Եթե դու իրա մեջ չկաս այդ Սամալոտի պոեզ, Աստված քո խատեր, որպեսզի իրա զավակ, իր աղջիկն ու տղեն Տերը այդ ամեն բանը կպայի Ժողովուրդ ջան։ Մենք շատ հրաշքներ ենք լսել։ Եվ մենք նաև հավատում ենք, այ ինչ որ եղբայրը խոսեց վստահության մասին, այո սա վստահություն, երբ որ դու նստում ես Սամալոտ եւ վստահում ես քո Աստծուն։ Եվ այսօր տեսնում ես շատ մարդիկ վախենում են Սամալոտ նստա Ժողովուրդ ջան։ Միգուցե մենք էլ անհավատ ժամանակ երբ որ նստենք կարա վախենանք։ Բայց Աստված մեզի տալու է հավատք վստահել իր խոսքին։ Ասում է Սուարդեսկիկը մեզի խապում էին։ Ասում են դե մի քիչ տեսա դաշտը լավ չի։ Հեսա լավ կլինի։ Ժորժ ասում է, բայց երբ որ Սամալոտը գնաց Պասատկի, ասում էլ սկորիներ, էլ պաժարիներ, սաղ թապան է Սամալոտի վրա։ Հասկացան, որ Սամալոտի ոչ թե տեսադաշտը լավ չէ, որ ինքը չէ, այ Սամալոտի մատորն էր հանգե օդի մեջ, Ժողովուրդ ջան։ Այ մենք այդպես հեր ունենք, որ նա քո Աստվածն է, իմ Աստվածն է։ Դու հավատում ես սրան։ Հիմա եթե Աստված ինձ ու քեզ հենց հիմա հարց ա, դու քո մեջ կպատասխանես եւ դու քո մեջ հարցը գտնես։ Հիմա դու հավատում ես քո Աստծուն եւ դու կարողանում ես վստահել քո Աստծուն։ Ժողովուրդ ջան։ Այո, եթե հնարավոր է մարդը դեռ չունենա այդ վիճակը, սիրելի Ժողովուրդ ջան։ Այո, մենք բոլորս կատարյալներ չենք, ամեն տեսնում ենք, որ ամեն մարդ տարբեր դասարան ասնում։ Առաջի դասարան կա, երկրորդ, երրորդ, շատ անգամ հնարավոր է մարդ ուզենա նստի 10-րդ դասարան, բայց ասում է տղա ջան, դու չես կրա 10 նստել։ Դու պետք է ճանապարհ անցնես, դու պետք է խոնարհվես, դու պետք է հասկանաս, որ ես քո աղոթքը լսում եմ, ես քեզի տեսնում եմ, ես քեզ սիրում եմ, չէ՞։ Մենք տեսնում ենք շատ անգամ մարդիկ այս ճանապարհ անցնում են Ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ կարդամ Հովանու ավետարան առաջի գլխի 12 խոսքը Ժողովուրդ ջան, որպեսզի մեզ բոլորս հասանելի լինի։ Հովանու ավետարան առաջի գլխի 12 խոսքը։ Բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծո որդիներ ըլլալու, որոնք կհավատան իր անվանը։ Մի հատ եմ կարդում, ուշադիր եղեք Ժողովուրդ ջան։ Աստծո խոսքը մեզի բացում է իր ճշմարտությունը։
Ասում է, բայց 12 խոսքս, բայց որոնք որ զինք ընդունեցին, զինք ումն է, այսինքն երբ որ դու Հիսուսին ընդունել ես, ես հավատում եմ, որ դուք ընդունել եք Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ։ Եթե դու կարողանում ես միանալ, եթե դու կարող ես այսօր աղոթես, այսինքն դու ընդունել ես արդեն Հիսուսին Տեր ու Փրկիչ, բայց քեզ հնարավոր է ճանապարհ կա, որ դու պետք է անցնես։ Այսօր քեզ հնարավոր է ճանապարհ կա, որ դու պետք է աճես, մեծանաս, զորանաս, ժողովուրդ ջան։ Դամար դու համբերությամբ պետք է գնաս եւ Տիրոջ արչեվի, Տիրոջ հետ պետք է գնաս, ժողովուրդ ջան։ Տիրոջ հետևից պետք է գնաս։ Եվ սովորես ամեն բաների մեջ Տիրոջը կրտնել ու սովորել Աստծո, ժողովուրդ ջան։ Եվ այսօր դու տեսնում ես, որ այո, Աստված քեզի շատ բաներ դեր ունի սովորացնելու, շատ գաղտնիքներ ունի բացնելու քեզի, ժողովուրդ ջան։ Անես բաներ ա բացում քո կյանքի մեջ, դու դաժե զարմանում ես եւ ուրախանում ես, ասում ես Տեր Աստված, օй քեզ հրաշք։ Ասում է, բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ, իշխանությունա տվե, ժողովուրդ ջան։ Նա որտե այ իշխանությունա տվի ինձ ու քեզ։ Այդ իշխանությունը այսօր քո աղոթքն է, որ այսօր դու աղոթում ես, դե դիվական աշխարհը Տերը քանդում է քո աղոթքի միջոցով։ Քո քույրիկին բժշկում է, քո եղբորը բժշկում է քո աղոթքի միջոցով։ Այսինքն մենք հավատում ենք, որ Աստված իշխանությունա տվե իր երեխեքին, ժողովուրդ ջան։ Աստված իշխանությունա տվե իր ժողովրդին։ Այն որ տեսանք, որ Սատանեն գողցավ Ադամից այդ իր իշխանությունը, Աստված վերադարձեց Տեր Հիսուսի այդ իշխանությունը, նույնիսկ բերեց մարդուն տվավ այսօր ինձ ու քեզ։ Հնարավոր դու տեսնես քո վիճակը, ասես այ ախպեր, ինչ իշխանություն, ես իշխանություն չունեմ։ Բայց դու ունես, պետք է աճես ու մեծանաս ու զորանաս ու վստահես Աստծուն։ Ինչպես եղբայրը խոսած, ժողովուրդ ջան, վստահել Աստծո խոսքին, որ Աստված ինձ ու քեզ խոստացել է, երկինք է խոստացել, ժողովուրդ ջան։ Այսօր շատ մարդիկ ասում են, դե սաղսե կփրկվենք, ժողովուրդ ջան, չէ։ Շատ մարդիկ փրկությունը կադագեն, ասում դե մի ծանոթի միջոցով գկանք, ժողովուրդ ջան, դե ծանոթի միջոց չկա մարդու միջոցով ծանոթ։ Անդե քո ծանոթը դեղնի Հիսուսը։ Հենց ստեղ դենի, ոչ թե այնտեղ, ստեղից սկսենք, ժողովուրդ ջան։ Մենք հավատում ենք, որ մարդը ստեղից է փրկվելու, ոչ թե այնտեղ պետք է նոր փրկվի, այնտեղ որ գնաց ուշ կլինի արդեն, ժողովուրդ ջան։ Աստված հիմա է մեզի պատրաստում։ Մենք այսօր գիտենք, շատ անգամ մարդիկ մահվա շեմին են ապաշխարում, ժողովուրդ ջան։ Շատ մարդիկ, որ դեմ են եղել Աստծուն, հայոյել են, միգուցե շատ չարություն են արել, բայց Աստված երբ որ բերել է մարդուն մի ճանապարհ եւ բերել է անկողին է գցել, ժողովուրդ, որպեսզի մարդը փրկվի, որ այս մարդը չգնա դժոխք, ժողովուրդ ջան։ Հնարավոր է շատ մարդիկ տեսնեն այս մարդու հիվանդությունը, բողոք են ասում, բախիա հիվանդացե, չէ։ Բախիա այս մարդը հիվանդ։ Այ մարդ, ինչ ես ուզում, այս մարդը գնա դժոխք։ Ախր մենք Աստծո գործերը մենք կրակ մենակ խանգար ենք, որտեղ մենք Աստծո գործերը մենք չենք կրակ քննել, ինչ անում Տերը։ Մենք հավատում ենք, որ Աստված իմ ու քո կյանքի մեջ, քո ընտանիքի մեջ բարին է միշտ անում։ Մենք ենք միշտ հագարակ մեր Աստծուն, ոչ թե Աստված մեզի հագարակ։ Աստված մեզի միշտ բարին անում։ Միշտ գալում է քո տանը մեջ, ասում աղջիկ ջան, եկել եմ ես քո տունը, ընդունում ես ինձ։ Այսինքն քո կողմն է, որ ընդունես Հիսուսին քո տանը մեջ, դու պիտի խնդրես Տեր Աստված, դու միշտ ապրես իմ ընտանիքի մեջ, որ բնակվես իմ ընտանիքի եւ իմ կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Սա օրհնյալ է, երբ որ Աստված ապրում է քո տանը մեջ, երբ որ Աստված չերես քեզնով է մտնում քո տանը մեջ։ Մենք այսօր տեսնում ենք շատ տեղեր կինը ապաշխարում է, ամուսին չի ապաշխարում, տեղեր կամուսինն ապաշխարում, կինը չի ապաշխարում, այսինքն մենք հավատում ենք, որ Աստված մեկի միջոցով մտնում է այդ ընտանիք։ Հիմի Աստված մի սիրտ տեսավ եւ միգուցե կնոջ միջոցով մտել է քո տանը մեջ։ Նա քո տան մեջ է մտել քեզանով, սիրելի քույր եղբայրս։ Հիմի Աստված քեզի լույս է սարքել։ Շատ անգամ մենք սպասում ենք, որ անհավատ մարդիկ լույս դառնան։ Այ մարդ, եթե դու ապաշխարես, դու լույս չես դառել։ Սիրելի քույր ջան, եղբայր ջան, քեզի է լույս սարքել տանը մեջ։ Մի հատ այդ մարդկանց լույսավորա, թող քո լույսը պայծառացնես մարդկանց, ժողովուրդ ջան։ Սանեցի մի հատ լամբուշկա վերցնես, պայես, որ տեսեք ես լույս ունեմ, ժողովուրդ ջան, այդ լույսը քո մեջը բդեղնի։ Այդ լույսը քո վերաբերմունքն է, այդ լույսը քո խայսյատն է, այդ լույսը մարդկանց մոտեցումն է, ժողովուրդ ջան։ Հնարավոր է մարդ հավատքի մարդկանց մասին ենք խոսում, ժողովուրդ ջան, մարդ ունենես մի հատ կոպտի, իր տան անդամի, չէ՞, մարդը կզարմանա կարող է։ Հիշում եմ մի հատպես վկայություն կար, երբ որ վկայություն կար, ժողովուրդ ջան։
Ասում է, երբ որ մի քույրիկ տարիներով հավատքի կյանքի մեջ ամուսինն հավատ խմում էր, վերջ ընտանեկան պրոբլեմ, անտառ ինքը բողոքում էր, աղոթեք, ամուսնուս համար խմում է, հարբում է, դժգոհում էր անտառ, տարիներ անցել ժողովուրդ ջան, երբ որ նույնիսկ եթում է սպասավորի մոտ ասում է, դե խնդրում եմ աղոթեք, ամուսնուս համար անտառ էլի խմում է, ժողովուրդ ջան, այս սպասավորը, այս քույրիկին խորհուրդ է տալու, ասում է, լսա քույրիկ ջան, երբ որ քո ամուսինը խմած մտնում է, դու ինչ ես անում, ինչ պետք է ժողովուրդ ջան, պետք է հաց չտա, ջուր չտա, գնա դե ոնց ուզում ես ապրի, ոնց ուզում ես հասկե, քեզի ոչևրի շորը քանի, ժողովուրդ ջան, այս եղբայրը ասում է, լսա քույրիկ ջան, ժողովուրդ ջան, հավատքի մարդը պետք է ուղղվի Տիրոջ առջև, այսօր քո տանդ մեջ դու բրի շտկվես, միշտ նայ, եթե դու հավատացյալ ես քո տանդ մեջ, քո տան անդամը դու աշխատի քեզանից սկսի, փնտրա քո ներսը լույս դառի, ասա Տեր Աստված, ես ուզում եմ լույս դառնամ իմ ընտանիքին, ախր նրանք քո տան անդամներն, նրանք փրկության կարիք ունեն, դու փառավոր ասում, որ Աստված չերես քեզնով է մտե քո տանդ մեջ, երբ որ եղբայրը քույրիկին խորհուրդ է տալում, ասում է քույրիկ ջան, երբ որ ամուսինը կգա տուն կմտնի, խմած կլինի, երբեք վրեն չգոռաս, չճվաս, ենք բան չանես, վերջը դու հավատացյալ ես, չէ՞։ Դաժե մարդիկ հիշեցնում են ժողովուրդ ջան, եղբայրը։ Ասում է մի հատ շորը վրից հանա, մի հատ վերջը ոտը ջուրդի լվաս, ենք կամ մի հատ տար հաց կերծրա, տար մի հատ պարգծրա, մի հատ էլ վրեն ծածկա։ Շատ անգամ մարդը կարող է վրենը չծածկի մարդու ժողովուրդ ջան։ Աստված տեսնում է մեր բնությունը ժողովուրդ, դա համար ուզում է այսօր մեզ օգնի ժողովուրդ ջան։ Հետաքրքիր է, երբ որ այս քույրիկը այս եղբոր խորհուրդը սպասավոր 6 օր անում է, ժողովուրդ ջան, 6 օր։ Բայց քույրիկը շուտվա հավատացյալ անում ժողովուրդ ջան։ Ուրեմն կիրագյորը այս քույրիկը որ էտում է պաշտամունքի ամուսին իր հետևից էտում է պաշտում, ելնում է բեմը որտեղ եղբայրությունն է նստած սպասավորը, ասում է լսեք, ինչ արեք դուք իմ կնոջը, որ 6 օրվա ընթացքում կինը փոխվավ։ Ժողովուրդ ջան, պատկերացնում եք ինչ ասում։ Այսինքն կինը կարող է 20 տարի հավատացյալը չի փոխվել, բայց 6 օրվա երբ որ նա ընդունեց Աստծո խորհուրդը դա ժողովուրդ ջան, իր եղբայրը Տիրոջ խորհուրդ է տվել։ Մարդիկ իրանցից խորհուրդ չեն անում ոչ մի եղբայր սպասում, նրանք Աստծո խորհուրդներ են տալում բոլոր իրան ժողովրդին, ժողովուրդ ջան։ Ասում այս ինչ արեցիք, որ իմ կինը 6 օրվա ընթացքում փոխվավ։ Ես էլ եմ գալու ապաշխարելու։ Բա ինչ կենակ ապաշխարի։ Եթե նա լույս տեսավ, նա էլ կապաշխարի ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, երբ որ մարդը մտության մեջ է, չէ, երբ որ մի հատ լույս է տենում, ինչ ակում դու մի հատ ուրախություն ես գանում, եւ դու դեպի դեպի այդ լույսը, եւ դու չես մնա խավարի մեջ, եթե լույս ես տեսնում։ Դամար Տերը օրհնի իր Աստծո ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ միտպես Մագադան պես Աստծո խոսք էր խոսում քարոզիչ եղբայրը։ Այսինքն եղբայրը քարոզեց, որ երբ որ ախորիկում երկուքին աղալուց լինի, պետք է մեկին վերցնեն, մեկին պետք է թողեն։ Այդպես այն ժողովուրդ ջան։ Եթե ավետանը գրված է, այդպես պետք է լինի ժողովուրդ ջան։ Հետարքի երբ որ եղբայրը բրձավ, հետո տվին խոսքը խոսալու, ասին ժողովուրդ ջան, ասի պատկերացնում եք ախորիկի մեջ կարա հարևան լինեք, վերջը բարեկամներ լինեք աղալուց այդ ծորեն աղալու, դեպա ծորենին աղալու, չէ, բանով աղացներ կար ձեռի ժողովուրդ ջան։ Ասում եմ, բայց Աստծո խոսքը ասում է, մե անկողնու մեջ մեկին պետք է վերցնեմ, մյուսին թողեմ, մեկին տանեմ։ Ասում եմ, ինչ եք մտածում, ես ու դու։ Տվյալ քույրիկ ջան կամ տվյալ եղբայր ջան, եթե քո ամուսին չի ապաշխարում կամ այ քույրիկ ջան վերջը կամ այ ամուսին քո քույրիկինը չի ապաշխարում, ինչ ես մտածում։ Դու պատկերացնում ես, պետք է քեզի վերցնա քո ամուսնու կամ կնոջը թողի քո տեղաշորի մեջ, ժողովուրդ ջան։ Դա ավետարանն ասում, ժողովուրդ ջան, մենք մեզանից չենք անում։ Այն որ ավետարանը գրած, ինչու համար է գրում, որ այսօր ես որպես եղբայր, դու որպես քույրիկ, մենք մտածում ենք ես իմ կնոջ մասին, դու մտածում ես քո ամուսնու փրկության մասին, դու աղաղակում ես, թագում ես Տիրոջ դուռը մինչև վերջ, մինչև Տերը բացի։ Շատ անգամ մենք տեսնում ենք ինչու համար մարդիկ էլ չեն աղոթում, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, երբ որ մարդիկ գնում են այս խնդիրների մեջ, այն տարիները, բայց այսօր հնարավոր է մեր պատճառով շատ մարդիկ չփոխվեն, ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ մի երեխա իր մամային ասում, այ մամա ջան, թո իմ պապան միշտ մնա պաշտամունքի տեղ տուն չկա, սա հավատքի մարդկանց մասին են խոսում, ժողովուրդ, մենք անհավատների մասին չենք խոսում։ Այս երեխեն ասում է մամային, մամա ջան, թո իմ պապան մնա միշտ պաշտամունքի տեղ վաբշե տուն չգա։ Հələ պատկերացնում ես մեր երեխեն մեզից պես բան ասի, ժողովուրդ ջան, ինձ ու քեզ։ Մենք հավատացյալ մարդիկ մեզ ասել, որ դու մեր պապան կամ մաման միշտ մնա պաշտամունքի տեղ։ Այս մայրը զարմանում է, այ տղա ջան, ինչի պապան մնա միշտ պաշտամունքի տեղ։
ասում այ մամա ջան, պապան, պաշտոմտեղ ենքան խելոք ա, որպես Աստծո գառա։ Ժողովուրդ ջան, եթե ովքեր որ պաշտամունք կան, մի հատ նայեք ժողովուրդը, սաղ էլ խելոք են երևում։ Ում զմես նայա պաշտոմտե, սա խելոք գառներ են, բայց երբ որ դուրս է մարդը գալն, այդ վաղ նոր երևում է մարդու բնությունը։ Ինչ ունես այսօր դու քո ներսը։ Ասում այ մամա ջան, երբ որ պապան գալում է քո տունը, քո վրա գոռում է, ճվում է։ Ժողովուրդ ջան, սա երեխեն ասում հավատացյալ մարդու համար։ Մենք ոչ թե այդ եղբորն ենք ուզում դատենք, մենք այսօր մենք էլ ենք վախում, ժողովուրդ ջան, որտեվ դրա կարիքը սաղսել, այդ բնությունը սաղից մեջ է, պատերազմը կա։ Այսինքն մարդը ոչ թե պաշտամունք տեղ պիտի խելոք նստի, այ պաշտամունքից դուրս պիտի քո տան մեջ դու այդ խոնարհություն ունենաս, դրսում պիտի ունենաս։ Քո աշխատանքի տեղը պիտի ունենաս։ Առօրյա մարդկանց հետ պիտի ունենաս այդ խոնարհություն, հեզությունը, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի սեր ժողովուրդ ջան։ Ես գիտեմ ինչ համար Տերես խոսքը խոսես, միգուցե ոչ թե միգուցե Տերը կարիք ա Տերում ինձ էլ ձեզ էլ ժողովուրդ ջան։ Որտեւ այսօր մենք տեսնում ենք, այո, շատ ընտանիքներ անհավատ մարդիկ կան, ժողովուրդ ջան, շատ ընտանիքներ կան, ամբողջին անհավատ։ Տարիներով մարդը հավատքի մեջ ենք, ժողովուրդ ջան, չէ։ Մենք տեսնում ենք շատ անգամ անհավատ ամուսին կա, անհավատ կանայք կան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մենք պետք է աղոթենք, մենք պետք է հոգ տանենք իրաց մասին, ժողովուրդ ջան։ Հնարավոր է, եթե դու տեսնում ես, եթե կան կողից մարդիկ, որոնք կրան քո ամուսնու հետ խոսեն, որոնք կրան քո կանանց հետ խոսեն, չէ։ Դու խնդրում ես, դիմում ես եւ ոչ մեկը պետք է չիմանա, ոչ քո ամուսինը իմանա, որ դու խնդրել ես ինչ-որ մեկին, ոչ քո կինը։ Եվ իրանք սկսում են աշխատանք տանեն, ժողովուրդ ջան։ Եվ օրհնյալ է մեր Աստված։ Եվ այդ տվյալ մարդը չի իմանում, որ ինչ-որ մեկը դիմել է, որ ինքը խոսալու է այդ մարդու հետ, ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր տեսնում ենք, այո, շատ օրհնություն ենք վայելում։ Շատ անգամ որ մարդկանց հետ աշխատանք է տանում, խոսում ես այդ մարդը դա էլ կարա չպատկերացնի, որ իրան համար արդեն ասել եմ։ Ժողովուրդ ջան։ Դրա համար թող Տիրոջ անունը փառավորվի, Սիլասո ժողովուրդ, օրհնյալը մեր Աստված եւ Աստված այսօր մեզ բոլորիս սիրում է, ժողովուրդ ջան, բոլորիս է սիրում։ Եվ նայեց եղբայրը խոսած աղոթքի վերաբերվել, աղոթք, ժողովուրդ ջան, աղոթք, որ այսօր մենք տեսնում ենք օրհնյալ Տերը բոլորի դել, որ այսօր տենում ենք հնարավոր է քույրիկը մի կարճ աղոթք ens մարմեն աղբեջա, սկան աղոթը, օրհնյալը, ժողովուրդ ջան, կարևոր չէ մենք այսի իշկան բառեր, կարևոր քո ներսի կարիքն ես բերում Աստծուն։ Քո ներսի աղաղակն ես բերում Աստծուն, քո ներսի լացն ու ճիշտն ես բերում Աստծո առ, սա է Աստծուն կարևորությունը, ժողովուրդ ջան։ Աստված տենում է, որ դու մի կարիք, որ ցավ ունես քո ներսի, եւ այդ ցավը ուզում ես դուրս տաս, ուզում ես, որ աղոթես քո հորը։ Եվ մենք էլ միանում ենք ձեր աղոթներս, մենք այո, Տեր Աստված, ողորմա իմ քույրիկիս այդ հոգսը, կարիքը, հիվանդություն կա, բժշկության կարիք կա, ապաշխարության, ժողովուրդ ջան, մենք էլ ենք միանում ձեր աղոթներ եւ ասում ենք այո եւ ամեն, Տեր ջան։ Սա ոնց որ հաստատություն ենք անում Տիրոջը, որ Տեր Աստված, այո, մենք էլ ենք համաձայն, դու օգնա իմ քույրիկից, իմ եղբորից վիճակից դուրս անա, ժողովուրդ ջան։ Դամար օրհնյալը մեր Տեր Աստվածը, սիրելի ժողովուրդ ջան, օրհնյալը եւ օրհնյալ, այո։ Այո, մենք գիտենք, որ այո, մենք բոլորս այսօր պատերազմների մեջ ենք, ժողովուրդ ջան։ Մենք այն անգամ խոսացին, կարող այսօր դու քնես, լավ իմացի, Սատանեն չի քնում։ Նա գիշեր ու ցերեկ նա մոգոնում է ինչ անա, որ մարդկանց վնասի, նրա ուշք ու միտքը սա է, ժողովուրդ ջան, մարդուն հեռացնա Աստծուց։ Նրա ամենախորամանկ զենքը ոչ թե մարդուն գցի մեղքի մեջ, ժողովուրդ ջան, եթե քեզի գցես մեղքի մեջ, դու կարող ես զղջաս ու դառնաս նույնց Աստծուն։ Նրա ամենախորամանկ զենքը, որ մարդուն ասում է Աստված էլ քո աղոթքը չի լսում, ժողովուրդ ջան, մարդ արդեն պերեստատ են աղոթելու Աստծուն։ Կամ Աստված էլ քեզի չի ներում։ Գնա քո կյանքին վերջ տու։ Մենք շատ անգամ տեսնում ենք այդ բաները, լսում ենք, ժողովուրդ ջան։ Այսօր շատ մարդիկ լսում են այդ անօրենի փսփսոց, այդ այսինքն մարդը իր հորը ճանաչի, վստահես քո հորը, եղբայրները խոսան եւ վստահության մասին, եւ աղոթքի մասին, ժողովուրդ ջան։ Երբ որ այդ անօրենը քեզի փսփսում է, որ Աստված էլ քո աղոթքը չի լսում, դու դրան բանատ է, ոչ էլ ինքեկ դա այդ գլուխը մի դրեք, ժողովուրդ ջան, ոչ էլ կռվեք դրա հետ։ Դու հավատա քո հորդ ու վստահա քո մեջ վստահություն ունի Աստծուն, որ Աստված իմ աղոթքը լսում է։ Նա իմ հայրն է, նա իմ Աստվածը, միգուցե այսօր կարա դժվարություն, կարա շատ անգամ դու վիճում ես, կռվում ես, վերջը քո հերն է, վերջը ինչ-որ քո ներսի աղաղակն ես բարձրացնում։ Ես հիշում եմ մի անգամ մի կին ասեց, «Թո Տերը ինձ տանի դժոխք»։ Ժողովուրդ ջան, հո Տերը չտարավ այդ մարդուն դժոխք, Տեր ջան, ժողովուրդ ջան։ Աստված սուրբ Աստված տենում է հնարավոր մարդ իրան ներսի այդ դժվարության մեջ մի բան ասում է իրանից դու, ժողովուրդ ջան։ Նա սուրբ Աստված է, նա հայր է մեր։ Դամար Աստված ուզում է, որ իր ժողովուրդը վստահեն Աստծուն, վստահես քո հորը։
աղոտ կանես ու վստահես, որ շատ անգամ դու իմանաս արդեն հաստատվես Տիրոջ խոսքի վրա, երբ որ այդ անօրենը փսփսում է քո անգարները, քո վիճակի նայ, Ժորժան, դու մի խառնվի քո վիճակը պետք է աճի։ Եթե դու ուզում ես դառնալ 10-րդ դասարան, Ժորժան, ես հիշում եմ իմ 7-8 տարվա, 10 տարվա հավատքի իմ կյանքը, ես տեսնում ինքան կարիք կա, Ժորժան, ես տեսա, որ Աստված կամացից մեզ աճեցրեց։ Մեզ աճեցնում է եւ նույնպես աճելու շատ բաներ դեռ ունենք սովորելու։ Հավատքի մարդը իր բոլոր այն տարիները, ուզում ես եղի 50 տարվա, ուզում ես 60 տարվա հավատացյալ, դու պետք է միշտ իմանաս, որ դու միշտ կարիք ունես Աստծուց սովորելու։ Աստծո ամեն օրհնությունը տիեզեր կա։ Սիրելի ժողովուրդ, դա մար այսօր դու պետք է աճես, դու պետք է վստահես քո հորը։ Այդ դրա փսփսոցին միանգամից մի խառնվի իրար։ Եթե դու այսօր լսում ես, դու արդեն պետք է մյուս անգամ դու հաստատուն մնաս Աստծո խոսքի մեջ, արդեն դու պետք է հասկանաս եւ հավատաս։ Հիշում եմ մի քանի տարի առաջ, երբ որ մի քույրիկի համար ցեն տվեց, զանգեց, այ Արմեն աղբեր ջան, մտքի պատերազմ կա, լացում է Ժորժան, ես մտքի պատերազմ ամենաուժեղ պատերազմ, որ մարդուն հաղթում է մտքի պատերազմ, մարդուն տապալում է, եթե իրան տեղ ես տալում։ Այս քույրիկը զանգեր էր, լացում էր, ինչ չեմ, համել հիմարնով հիվանդ է Ժորժան։ Ասեց ինչ չեմ Արմեն աղբեր ջան, մտքերա գալում է, լացում եմ, ողբում եմ, ասում եմ, այ քույրիկ ջան, ուզում ես գլուխը դի բարձի տակ, 10 հատ յորոան գցեն գլխիդ վրա։ Այդ միտքը քո գլխիդ մեջ է։ Ասում եմ դու այդ մտքին բանատեղ մի դիր, քույրիկ ջան, ոչ էլ ընկեդը կրվի։ Քույրիկ ասում է եղբայր ջան, մտքից մեջ հայոյան կա գալու։ Ինչ է, քույրիկ պիտի չայու է Ժորժ ջան, չէ՞։ Ինչու՞ որ Տեր ուզում է նաև մտքի վերաբերված Ժորժ ջան։ Ասում եմ քույրիկ ջան, այդ մտքերը որ գալում է, դու բանատեղ մի դի, ոչ էլ ընկի դրա հետևի Ժորժ ջան։ Ոչ էլ դրա սածը կրկնա, պետք է չի կրկնա։ Ասում է դու ասված քեզի չլսում, դու խես կրկնում դրա սածը։ Դրա սածը ոչ է կրկնեք Ժորժ ջան, դու դրան պրոստը բանատեղ մի տրեք։ Ես այն անգամ երևի խոսացի Ժորժ ջան, լսած կնեք, չէ՞ որ երբ որ ես նոր հոգի եի, երբ որպես մտածում ես մտքի պատերազմի մեջ, ասում եմ Տեր ասած, ինչ պետք է խոսած, միտքը սպանում է մարդուն Ժորժ ջան։ Եվ հետարքի Սուրբ ոգին մի հատ օրհնյալ խոսք պես, ասես պիղծ բանի չդպչեց, այն խոսքը, որ Աստուծո դրանք պիղծ է Ժորժ ջան, դրանք սատանայի դրանք չարիքներն են։ Դուք չեք պատմի, մի հատ այնս ներսս ուրախություն եկավ, օրհնություն, ես գացի իրան ներկայություն իջավ իմ կյանքի մեջ, այսինքն Տեր ասում է դրանց մի կբի, դրանք քոնը չեն։ Եթե մի միտք գալում Աստված քո աղոթքը չի լսում, Աստված քեզի չի լսում, Աստված քեզ չի սիրում, դրանց մի լսեք, մի էլ ընկեք դա Ժորժ ջան, մի քեզի խեղճացրա, տգարացրա вообще։ Արդեն չես էլ կրում աղոթես, չէ՞ Ժորժ ջան։ Ժորժ ջան, այն ճամփեն, որ մենք անցնում ենք, չէ՞, ինչպես նաև եղբայրներս են ասում, նաև դուք եք ասում, չէ՞։ Դամար մենք նաև ինչ որ սովորում ենք, նաև մենք կարողանում ենք ասենք Ժորժ ջան։ Շատ անգամ որ մարդկանց հետ խոսում ես, մեմ քուր ջան, եղբայր, հո մենք օտից վերցած չեք խոսել, վերջը ճանապարհ ենք անցել, Տեր անցրել ես ճամփես, սովորեք ինչ որ մի բանից։ Վերջը եղբայրներից ենք սովորում շատ բաներ, Տիրոջ խոսքից ենք շոմ, չէ՞։ Անցնում ես այդ ճամփը, որ դու կարողանում ես քո քրոջ եղբոր օգնել Ժորժ ջան։ Տերս օրհնի ձեզի առատապես Ժորժ ջան, Տերը օրհնի։ Ես չգիտեմ ինչքանով մեզ հասանել եղավ այս խոսքը, եղբայրներս խոսքը Ժորժ ջան, Տերը օրհնի բոլորիդ ավելի հաստատի, որ դուք հաստատուն մնաք Տիրոջ խոսքի մեջ։ Ձեր աղոթները չդատարեցնեք։ Աղոթեք, թագեք Տիրոջ տուրը, թագեք, եթե դեռ չի բացվի, հələ փնտրա Տիրոջ, ես շատ անգամ ասում եմ, թե Ժորժ ջան, դու պատկերացնում ես, ընդամենը 5 հոգի քույրիկ են այս կողի քաղաքը։ Հավա պաշտամ կետ մենք 5 հոգի քույրիկ, ասում եմ պատկերացնում ես, մի տարի գալու ենք 5 հոգի, 2 տարի գալու ենք 5 հոգի, 10 տարի գալու ենք 5 հոգի, այսինքն ինչն է պատճառը, որ մարդը ծնունդ չկա Ժորժ ջան։ Մենք տեսնում ենք այս սովորական գրուպայի մեջ այսօր ինքան ծնունդներ արդեն կա, մարդիկ ավելանում են Ժորժ ջան։ Այսինքն օրհնությունը պետք է ծնունդներ լինի եկեղեցու մեջ Ժորժ ջան նույնպես։ Տերը օրհնի, ես ուզում եմ կարդամ 86 Սաղմոսից մի քանի խոսքեր կկարդանք Սիասո Ժորժ ջան։ 86 Սաղմոսից 6-րդ խոսքից կկարդանք մի քանի համարներ։ Մինչև 13-ը Ժորժ ջան։ 86-րդ Սաղմոս 6-րդ խոսքից կկարդանք մինչև 13 խոսքը Ժորժ ջան։ Եվ տեսնենք Աստծո խոսքը ինչ ունի ինձ ու քեզ։ Հիմա նա ուզում է քեզ նույնից հաստատի իր խոսքով։ Նա ուզում է քեզ նույնից լեցնա ուրախություն բերա քո կյանքի մեջ։ Եթե քո մեջ տրտմություն կա, դժվարություն կա, Տեր ուզում է քո մեջ բերա օրհնություն եւ բերա ուրախություն քո կյանքի մեջ, որ այսօր դու ունես Հիսուս։
Որ այսօր դու հավատում ես ում ես աղոթում, ով է քո աղոթքը լսողը, ժողովուրդ ջան։ Այո, Տերը քո պաշտպանն է։ Այո, մենք տեսնում ենք այսօր շատ մարդիկ վախենում են, թե պատերազմներ ա գալում, թե մահատարաժողովուրդ չէ, մենք տեսանք այսօր մի հատ կորոնավիրուս եկավ, մարդկանց տապալեց հավատքի մարդկանց, ժողովուրդ ջան։ Մարդիկ վախի մեջ ապրան մի կորոնավիրուս, վայ հանգար չմեռնեմ։ Այդ տնաշեն, եթե Աստծո կամքով կմեռնենք էլի, ով մեր ցերը չի, ժողովուրդ ջան։ Որ վախեցար, քեզի քցիր դիպրեսիայի տակ, քեզ քցիր վատ վիճակի մեջ։ Ժողովուրդ ջան, մենք էլի ենք ասում, մենք չենք դատում ոչ մեկին, այդ մարդկանց, դաժե ովքեր այդ վիճակի մեջ են, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է, որ իր ժողովուրդը վստահ լինի Աստծուն։ Դու կորոնավիրուս կա ինչ որ գալու է, եթե Տիրոջ կամք եղավ, ժողովուրդ ջան, մենք պատրաստում ենք երկինք գնանք, եթե Տիրոջ կամք եղավ, կտանի երկինք։ Տերը սորտնի, սիրելի ժողովուրդ ջան, Տերը սորտնի, որ իր ժողովուրդը վստահի Աստծուն։ Եվ ինչ ունի Աստծո խոսքը ինձ ու քեզ ասելու 86 Սաղմոսի 6-րդ ական դիրիմ աղոթքիս ով Տեր։ Այսինքն երբ որ դու աղոթում ես, ասում ես ական դիրիմ աղոթքիս ով Տեր ու մտիկ երա իմ աղաչանքներու զայնին։ Այսինքն երբ որ մարդը աղոթում է, նա ինչ ասում, Տեր Աստված, դու իմ աղոթքիս ականջ դիր։ Մտիկ երա իմ աղաչանքների զայնին։ Այսինքն դու ուզում ես, որ Աստված լսի քո աղոթքը։ Բայց եթե դու ուզում ես լսես, Աստված բախի պետք է չլսի քո աղոթքը, ժողովուրդ ջան։ Եթե դու սրդի կանչես ունես, եթե դու տեսնում ես աղագում ես, քորը լացում ես, ողբում ես, ինչ համար տեսնում ես քո ընտանիքի մեջ խնդրեմ կա, քո ընտանիքի մեջ դժվարություն կա, վերջը մարդիկ անապաշխար մարդիկ են, ժողովուրդ ջան։ Շատ անգամ ես տեսնում եմ, որ շատ անգամ ծնողները չեն մտնում իրաց երեխեքի ապարում։ Ինչպես Դանիել եղբայրը ասեց, ասենք աղոթենք, որ լավ սովորի, լավ էսի, լավ աշխատանք, ապաշխարության մասին երբ դի աղոթես։ Երբ քո դարդը կուշկումիկ պետք է լինի դրանց իրանց համար ամենակարևոր աղոթես իրանց ապաշխարության մասին։ Ժողովուրդ ջան, այո, շատ անգամ հնարավոր է մարդուն դեպի հիվանդության միջոցով բերի ապաշխարության, որ մարդը կարողանա աղոթի Տիրոջը, ժողովուրդ ջան։ Ասմական դիմ աղոթքիս ով Տեր ու մտիկ երա իմ աղաչանքներուց զայնին նեղության օրը քեզի կաղաղակեմ։ Ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք Աստծո խոսքը ինչ ունի ինձ ու քեզ ասում, նեղության օրը քեզի եմ աղագում։ Այսինքն քո նեղության մեջը դու քո Աստծուն ես աղագում։ Ասեցի 60 դու ինձի կպատասխանես։ Նեղության օրը քեզի եմ աղագում, 60 դու ինձի կպատասխանես։ Ասում 60 դու ինձի կպատասխանես։ Սա հավատք է, որ դու հավատում ես Աստված քեզ պետք է պատասխան տա քո աղոթներին։ Սիրասո ժողովուրդ ջան։ Ասում ասվածներու մեջ քեզի նման մեկը չկա։ Ասվածներու նման մեջ քեզի նման մեկը չկա, ով Տեր։ Եվ քու գործերու պես չկա։ Այն գործերը, որ մեր Տեր Աստված արե, այո, չկա ոչ մեկ անող, ժողովուրդ ջան։ Երկիր ստեղծեց, աստղեր, լուսին, ամեն Տերը ստեղծեց, ժողովուրդ ջան։ Ծովը ցամաք սարքեց նաև նույնպես ծովեր, ձկներ։ Նման օրհնյալը մեր Աստված, ժողովուրդ ջան, ամեն հնարավորություն տվել է մարդու համար։ Այս ինչ որ Ադամի համար ստեղծեց, այս երկիրը դրախտ սարքեց, ժողովուրդ ջան, պատկերացնում ես, Ադամի համար Աստված դրախտ էր սարքել։ Որ պիտի Ադամը դրախտի մեջ ապրի։ Ադամ ջան, ինչ էր արել։ Ինչ բան էր, մենակ Աստված իրան կյանք էր տվել, ծնեց, որ ինքը, այսինքն հողից մարդ սարքեց եւ կյանք տվավ եւ շունչ տվավ, ժողովուրդ ջան, եւ հոգի դրեց մեջը։ Եվ տված իշխանություն տվավ։ Այսօր մենք տեսնում ենք, այո, շատ մարդիկ իրանց ամբողջ ջանքը դրած, որ մի հատ իշխանության նստեն, չէ՞։ Երբ որ նստում են իշխանության վրա, իրանք այլ վсё, իրանց ուշքի միտքը սա է։ Էլ մնաց մարդկանց արդեն վերևից են նայում։ Էլ չեմ մտածում, այ մարդ, կարող Աստված գետից մի օր կգցի։ Այսօր տեսնում ենք ինչու համար Ադամը ինչ արեց, բայց Աստված Ադամին տվեց իշխանություն ամբողջ կենտանների վրա։ Հիմա է առույզը մարդուն ուդում, ժողովուրդ ջան, եւ ատո չէր կրա ուդեմ։ Մենք տեսանք ինչու համար, երբ որ մեղքը մտավ երկրի վրա, երկրի մեջ մտավ մարդու մեջ։ Այդ մեղքը մտավ մարդու մեջ, ժողովուրդ ջան։ Եվ փառք մեր Աստծուն, որ Աստված իր որդուն ղրգեց, սիրասո ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ է, որ Աստված իր որդուն ղրգեց ինձ ու քեզ համար։ Իր միակ որդուն տվեց մեզի համար, ժողովուրդ ջան։
Նա էլ հոժարվեցավ, որ գար իմ ու քո համար խաչվեր, պետք է իրան թքեն երեսին, ծեծեն, ինչ չենք արել ժողովուրդ ջան։ Այդ ես ու դու ենք արել։ Մեր մեջի մեղքն արել ժողովուրդ ջան։ Այո, մենք այդ վաղ ծնված չենք եղել, բայց այն մեղքը, որ մեր մեջը կա, այդ մեղքը հանեց խաչը Տիրոջը։ Դա Տեր եկավ հատուկ իմ ու քո համար ժողովուրդ ջան։ Դա համար շատ մարդիկ կարող է ոմանք որ չեն իմանում ավետարան, չեմ ասում խոսքը ժողովուրդ, ասում են Բա եթե Աստծո որդի էր, Աստված զորավոր էր, ինչի իր որդուն չկրծավ պայել, ժողովուրդ ջան, Հիսուսն է կարել իրան պայել։ Ես համ եթե Հիսուսը մի հատ հրաման տար, այդ ամբողջ մարդիկ կարող պարգեն քնեն, կամ վերանային գնդաժե, ժողովուրդ ջան։ Բայց Աստծո ծրագիրը սա էր, որ իր որդուն պետք է գար, խաչվեր, մեռներ իմ ու քո համար եւ հարություն դառը, դա պետք է, որ պետք է խաչեին Տիրոջ ժողովուրդ ջան, դա այդ ճանապարհով եկավ Տերը։ Եվ մենք տեսնում ենք ինչ համար շատ անգամ իր աշակերտներին արդեն պատմում էր, ասում էր, որ իրանք իմանան վաղմիսով որ խաչվեց մարդիկ ցարակուսակի մեջ չգնեն։ Այսօր ես մի հատ պատերազմ եմ մենք շատ անգամ խառնում ենք, պատերազմ կա, ինձ ախր գրված է։ Սա նորություն չի իմ ու քո համար, սա գրված է ժողովուրդ ջան, որ պատերազմներ պետք է լինի, երկրաշարժներն է, սա ամեն բան գրված է։ Երբ որ լինում է մենք չենք արդեն մենք այ մարդ, ես ինչ եղավ, բդեղներ ժողովուրդ ջան։ Սա նորություն չի, սա պետք է լինի։ Դամար մենք տեսանք իր աշակերտները Տեր Հիսուսը պատմում էր, ասում էր, որ կլինի, ինձ պետք է խաչեն, բայց երբ որ խաչվավ Տերը, այս մարդկանց ժողովուրդ ջան, իր աշակերտ հույսը կդրվավ, всё։ Բայց փառք Աստծո Տերը, այդպես չի թողում ինձ ու քեզ։ Նա նույնիսկ գալում է, մոդիկ անում է, սիրում է մեզ հույսա տալում եւ հավատքա տալում, ինչպես իր աշակերտներին այ ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորս, մա վասն դու մեծ ես ու հրաշքներ կենես, միայն դու Աստված ես, միայն դու Աստված ես։ Մենք տեսնում ենք այսօր իշքան սուտ աստվածներ կա ժողովուրդ ջան, եւ մարդիկ պաշտում են։ Մարդիկ ով են պաշտում։ Այսօր նայում ես մեզ այն մարդը ով է պաշտում, այն մարդ։ Այս մարդը չի ասում, կովին դու կարաս մոր տեսել ու տեսել, բայց մարդը պաշտում է կովին ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք Սատան իշքան է մարդկանց կուրացել, որ մարդիկ Աստծուն չեն տեսնում, մարդիկ կով են տեսնում, եսի ինչեր են տեսնում ժողովուրդ ու պաշտում են սդությանը ժողովուրդ ջան։ Հələ մի հատ կովին կբի, տես ինչ կենա քեզի ժողովուրդ ջան։ Տերը օրհնի, ժողովուրդ ջան, Տերը օրհնի, Տերը ողորմա նաև այդ ժողովրդին, ովքեր որ սդության մեջ են վերա Տերը իրան ժողովուրդ ջան։ Սմով տե սորվեցուր ինձի քո ճամպատ, որպեսզի քո ճշմարտության մեջ քայլեմ։ Ով Տեր, սորվեցուր ինձի քո ճամպատ, որպեսզի քո ճշմարտության մեջ քայլեմ։ Այսինքն որքան կարևոր է որ մարդը Աստծո ճշմարտության մեջ է քայլում ժողովուրդ ջան, Աստծո խոսքը դա ճշմարտություն է։ Աստծո խոսքից դուրս ճշմարտություն չկա։ Եթե մեկը ձեզի մի բան կասի Աստծո խոսքից դուրս, լավ իմացեք, այդ մարդը ճշմարտություն չի կարա քեզ ասի։ Աստծո խոսքը արդեն կա, այո եւ ամենը, էլ չի փոխում ժողովուրդ ջան։ Եթե Աստված գրել է որ շատ քչերը պիտի փրկվեն, մենք ասում ենք այո եւ ամեն Տեր։ Եթե Տերը գրել է շատ, ուրեմն դա պետք է լինի, շատ քչերը պիտի փրկվեն ժողովուրդ ջան, Աստված հենց այնպես չի գրում ավետարան։ Աստված տեսնում է որ այո շատ քչերը պիտի փրկվեն։ Այսօր մենք տեսնում ենք ասում է լայն այն ճամփեն, որը շատերն են ետում։ Ժողովուրդ ջան, հավատքի մարդկանց մասին է։ Լայն այն ճամփեն։ Ազատություն ետում են մարդիկ։ Այսօր տենաս որ իշքան, այսօր նայում ես որ շատ անգամ քարոզներս նայում չես, չնայած չես էլ նայում, պրոստը նայում ես իշքան ժողովուրդ կա։ Մարդիկ նստած քույրիկ ելե քարոզում է։ Այդ մարդիկ լսում են ժողովուրդ ջան, մեկը չի ասում այ քույրիկ, մի հատ դից իջի, գնային վերջը, գոնե ապաշխարը, գոնե փրկություն գտնես։ Ո՞վ է քեզ իշխանություն տվել, դու էլիս այդ բեմը քարոզես, ինչ որ եղբայրը քեզ լսի, հա։ Ժողովուրդ ջան։ Բայց մարդիկ լսում են, ինչու՞ որ շատ է ժողովուրդը, ժողովուրդ ջան։ Մարդիկ գնում են գետին թավալվում են, յանի Աստծո օրհնություն եկե ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք իշքան սդություն կա, ես երկրի վրա եկած, դա մարդը ասում է շատ քչերը պիտի փրկվեն։ Այդ քչերի մեջ այսօր Տերը ուզում է, այսօր ես ու դու ջանք ենք մտնենք այդ քչի մեջ ժողովուրդ ջան։ Տերը օրհնի, որ մենք մտնենք այդ քչի մեջ, ունենանք այդ քչի ժողովուրդ ջան։ Ասում ով Տեր սովեցու ինձ քո ճամփատ, որպեսզի քո ճշմարտության մեջ քայլեմ։ Միացուր իմ սիրտս, որպեսզի քո անվանդ վախենամ։ Միացուր իմ սիրտս, որպեսզի քո անվանդ վախենամ ժողովուրդ ջան։ Իմ բոլոր սրտովս քեզ պիտի գովեմ, իմ բոլոր սրտով, բոլոր, քո ամբողջ սրտով դու պետք է ես դու գովենք մեր Աստծո ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, հնար դու ունես դժվարության մեջ, հնար դու ունես պրոբլեմի մեջ, դա քեզ չի խանգարում, որ դու գովես քո Աստծուն։
Այդ վիճակից դուրս գաս նույնիսկ քու պաշտես քո Աստծուն ժողովուրդ ջան։ Խնդրես որ Աստված քեզի օգնի այդ ամեն հարցերի մեջ։ Իմ բոլոր սրտովս քեզ պիտի գովեմ, ով Տեր իմ Աստվածս, ու հավիտյան պիտի փառավորենք քու անունդ ամեն ժողովուրդ ջան։ Հավիտյան պետք է փառավորենք մեր Աստծո անունը, թող իր անունը փառավորյալ լինի մեր կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Նա օրհնյալ է, որ այսօր մեզ Աստված մեզ ձրի փրկություն ա տվել ժողովուրդ ջան, մենք չենք պատկում ինչ բանա ձրի փրկություն։ Երբ որ մենք պետք է գնայինք դժոխք, Տեր ագա ասեց, ես քեզի դից հանում եմ տղա ջան, ես չեմ ուզում գնաս դժոխք։ Ես հիշում եմ 96 թվերն էր, որ թվեր է դու ժողովուրդ ջան, թե 99 երևի 96 է, որովհետև 97-ին եմ ես ապաշխարել։ Երբ որ ես լսի մի դժոխքի կասետ, երբ որ մի քույրիկի Տերը տանում էր դժոխքը ցույց էր տալու, ասում մարմինս մնում էր ամուսնուս կողքին, բայց հոգիս դուրս էր հանում, Տերը տանում էր ամբողջ դժոխքը ցույց տվավ։ Որ մարդկանց հոգիները դարեզդար վառվում են, տանջում են ժողովուրդ ջան, շատ մարդիկ գիտեն այդ դժոխքը հեքիաթ է։ Ասում է դե մեռանք, մի 4 հատ տախտակ ես տանում։ Էդի 4 հատ տախտակ ու մարմին է տանում, քո հոգի չի կրա տանի տախտակը ժողովուրդ ջան։ Քո հոգին տանում է քո գործերը այս երկրից։ Ինչ ես արել, ինչպես ես ապրել, դա տանում ես, արդեն հետո է ժողովուրդ ջան։ Երբ որ ես լսի ասի Տեր Հիսուս ջան, ես չեմ ուզում գամ դժոխք, Հիսուս ջան, ասի ես չեմ ուզում Տեր ջան ողորմ անձին։ Եվ օրհնյալ է իմ Աստվածը, եւ ձեր Աստվածը, որ այո 97 թվին Տերը ինձ ողորմություն ա ժողովուրդ ջան, ապրել ամիս երևի։ Երբ որ աղոթքի մեջ ես զգացի իր ներկայությունը իջավ իմ կյանքից, մի հատ այնց ուրախություն էր լացում է, ոտքերը գրգել է ժողովուրդ ջան, ես իմ կյանքի մեջ առաջ անգամ պես ուրախություն է տեսել, երբ որ Աստված քեզ այցելում է, դա է կյանք ուրախություն ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդ կացում ենք ժողովուրդ ջան, Աստված նգար չի, Աստված բոմ չի, Աստված ինքը կենտանի, Աստված նա կրա քեզի այցելի հենց հիմա։ Եթե քո սիրտը բաց ես, խնդրես, միգուցե Աստված հենց հիմա էլ կարա քեզ մոտիկանա, գրգի քեզ սիրի։ Նա սիրում է մեզ, ժողովուրդ ջան, նա կյանք ա տվել։ Ձրի փրկությունը մերն է, բայց նա մեզ ձրի չի գնե, ժողովուրդ ջան, որ սովորական մեզի թողի։ Ինչ որ այսօր մարդիկ թողում են ասում, որտեղ նրանք ձրի են ստացել, նրանք այդ ձրին չեն գնահատում։ Բայց Աստված ձրի չի մեզ առել, Աստված կյանք ա տվել իր եկեղեցու համար, իմ ու քո համար, ժողովուրդ ջան։ Ասում հավիտյան պիտի փառավորեմ քու անունդ, վասնզի քու ողորմությունդ մեծ եղավ իմ վրաս, ու դու փրկեցիր իմ անձս խորունգ դժոխքին։ Ուշադիր եմ մի հատ լսեք ժողովուրդ ջան։ Ասում վասնզի քու ողորմությունդ մեծ եղավ իմ վրաս, ու դու փրկեցիր իմ անձս խորունգ դժոխքին։ Հիմա Տերը ձեզ էլ ա փրկե այդ խորունգ դժոխքին։ Հիմա դու հավատում ես թե չէ, ժողովուրդ ջան, Աստված շատ անգամ մեզի հարց ա տալում, տղա ջան, աղջիկ ջան, հավատում ես։ Այո, ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիս էլ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Սիրասո ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Աստվածը, այսօր մենք տեսանք Տիրոջ խոսքը մեզի ինչ արեց։ Բերեց ժողովուրդ ջան, վստահել Աստծուն, աղոթքի եւ Աստծուց մենք ողորմություն գտնենք։ Այո, վստահենք մեր Աստծուն։ Սիրասո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի, սկանոք վերջացնենք, Տիրոջ խոսքը թող փառավորյալ լինի մեր Աստվածը, եւ Տերը օրհնի բոլորիդ, առատապես ձեր ընտանիքներ նույնպես ժողովուրդ ջան, ամեն